Հարգելի գյումրեցիներ, ձեզ եմ դիմում որպես Վանաձորցի պատգամավոր, ով բազմիցս խոսել է օրվա իշխանությունների բազմաթիվ օրենսդրական ու սահմանադրական խախտումների վերաբերյալ Վանաձորի թիմ ընտրությունների համատեքստում։ Դուք շատ լավ գիտեք, որ Վանաձորցին դեռևս 21 թվականին արդեն կտրուկ մերժեց ԿՊ-ին թիմ ընտրություններում։ Ընդդիմադիր ուժը ստացավ 17 մանդատ, իսկ ԿՊ-ն 8 մանդատ, կեսից էլ քիչ։ Նշեմ, որ մնացած 8 մանդատներն էլ ստացան ընտրաշավի ժամանակ իրենց ընդդիմադիր հայտարարած ուժեր, ասել է, թե ԿՊ-ն ստացավ մոտ 25% ձայն։ Մինչև օրս ԿՊ-ին չի հաջողվել մարսել այդ պարտությունը։ Իհարկե, լուսավոր Էդմոնը 2.5 տարի տարբեր դատական հայցերով հանդես գալով ամեն ինչ արեց, որ ավականին մինչ օրս չկայացնի համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով առաջին նիստը։ ԿՊ-ն չունի պատասխան, թե ինչպես իրեն ժողովրդավար հայտարարած քաղաքական ուժը թքեց տեղական ժողովրդավարական սկզբունքների վրա, անտեսեց ընտրության արդյունքները եւ համայնքի ղեկավարի ԺՊ նշանակելու իրավունքը ժողովրդի փոխարեն տվեց վարչապետին։ Սիրելի գյումրեցիներ, ԿՊ-ն նորից դիմել է իր գործընկեր Լուսավորին։ Լուսավոր Սարիկը հագել է ԿՊ-ի կոստյում, բայց փորձում է համոզել գյումրեցին, թե ինքը Նիկոլ չէ, թե ինքը նիկոլիզմի հետևորդ չէ։ Սիրելի գյումրեցիներ, դուք կիրակի օրն ընտրելու եք Հայաստան ինքնիշխան երկիր, թե Թուրքի հպատակ։ Թուրք-ադրբեջանական տանդեմին ամեն օր մի նոր զիջում անող, օրեցօր աճող նրանց ախորժակը բավարարող նիկոլիզմ, թե սեփական արժանապատվությունը գնահատող, ինքնիշխան երկրի համար պայքարող ու տեր կանգնող Հայաստան։ Սիրելի գյումրեցի, Վանաձորցին դեռևս 21 թվականին մերժել է ԿՊ-ին, Երևանցին 23 թվականին մերժել է ԿՊ-ին, Երևանում ըստ էության ԿՊ-ն ստացել է 65-ից ընդամենը 24 մանդատ, 30%, իսկ ընդհանրապես Երևանի ընտրողների 9% ձայնը։ Երևանի դեպքում էլ մի ուրիշ իրեն ընդդիմադիր հայտարարած ուժ կանգնեց ԿՊ-ի կողքին եւ օգնեց նրան օրենքի խախտումով քաղաքապետ ընտրել։ Սիրելի գյումրեցի, ես առավել քան համոզված եմ, որ քո արժանապատվությունը թույլ չի տա, որ ԿՊ-ն Գյումրիում հնարավորություն ստանա իշխանություն ձևավորելու, նույնիսկ իրեն սատարող այլ ուժերի հետ կոալիցիայով։ Սիրելի գյումրեցի, նաև փառաքարի հարգելի ընտրողներ, ամբողջ հայ ժողովուրդը այսօր ձեր հետ միասին պայքարում է այս իշխանություններին իշխանությունից հեռացնելու համար։ Գնդակը ձեր դաշտում է։ Դուք իրավունք չունեք ԿՊ-ին վերարտադրվելու որևէ շանս տալու, եւ դուք պետք է անպայմանորեն մասնակցեք այս ընտրություններին, որպեսզի ԿՊ-ի կողմ ձայները շատ ցածր տոկոս արձանագրեն։ Դուք պետք է օգտագործեք ձեր հնարավորությունը ընտրությամբ մերժելու Թուրքին ամեն օր նոր զիջումներ անող իշխանություններին։ Վանաձորցին ու Երևանցին մերժել են, հերթը ձերն է։ Եվ վերջում, մեկ էլ մի զարկ տվեք նրա գահին, որ կործանվի նա հիմնովին։